Անհասական այստեղ արդեն մի հարց եղավ ձեր մարշչական կարիերայի սկսելու հետ կապված, նորից անդրադառնում ճիշտ է ամեն ինչ շատ ավելի լավ կհասկանանք, երբ մեկնարկի առաջնությունը պաշտոնական խաղեր անցկացրել։ Բայց Անտալիայում դուք ընկերական բազմաթիվ խաղեր եք անցկացրել ու խաղերին թիմին տանել որպես գլխավոր մասնաճ ինչպիսի զգացողություններ են եւ պատասխանատվություն ինչպես։ Պատասխանատվություն հասկանում ես, որ շատ մեծ է, որովհետեւ հասկանում ես թե հաղթանակի դեպքում թե պարտության ավելի շատ մարզչի վրա է այդ ամեն ինչը, մարզչի վրա է եկալու, որովհետեւ հաղթանակի դեպքում միշտ գովաբանում է ֆուտբոլիստները, չէ՞։ Չնայած ես գտնում եմ, որ դա սխալ է, որովհետեւ ինչ-որ չափով մարզիչները իրար ներդրում հաղթանակի մեջ, բայց դա ընդունված է, որ հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներն են լավ խաղացել, իսկ պարտության դեպքում մարզիչները պատրաստ է։ Հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու, որովհետեւ բավականին պատանի ֆուտբոլիստներ ունեն, փորձառու չեն եւ մի քիչ օգնածության դեպքում շատ դժվար է լինում այդ պատանի ֆուտբոլիստներին, չեն կարող իրաց փորձը արդեն ձեռք բերած դնել դաշտում, որ շատ հեշտ լինի իրաց, դա համարյա ամեն ինչ ուժից ելնելով են անում, բայց մենք աշխատենք իմ փորձ անձամբ, ինչքան որ փորձ ունենք ֆուտբոլային, փոխանցեմ պատանի մեր երիտասարդ ֆուտբոլիստներին, որ թել ավելի շուտ կարողանան այդ դժվար պահերից դուրս գալ։ Իսկ կոնտակտը այն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ ոչ վաղանցյալ խաղադաշտում եք ինչպես է իմաստացել։ Նորմալ բոլորն էլ հասկանում են, որ այդ սահմանը պետք է լինի, հա, մարզիչ ֆուտբոլիստ, դաշտի դուրս կարող եք խոսալ շատ մոտիկ, շատ լավ հարաբերություններ, բայց դաշտում գործի ժամանակ իրանք բոլորն էլ հասկանում են, ոնց իրանք պետք է պահեն մարզիչ ֆուտբոլիստ հարաբերությունը, ոնց որ ես եմ եղել, շատերը հետ խաղացել է, հետո ես էլ խաղում եմ, ինձ մարզիչ եմ, բայց ես այդ սահմանը միշտ պահում եմ, որտեղ առաջերտին դա ինձ էր տարի, դա ինձ համար էր շատ կարևոր, որ կարողանայի լավ մարզավիճակի մեջ լինել, լավ տրամադրվեի խաղում եւ առապինջ։ Դուք կարիերան ավարտելուց հետո արդեն մարզչական շտաբում եք, բայց ներողություն մտածություն եք գլխավոր մարզչի։ Եթե մարզիչ աշխատում ես, ցանկացած ոնց ասում են զինվոր, լավ զինվոր չէ, թե չի երազում դառնալ, գնալա։ Իհարկե բոլորս էլ եթե աշխատում են մարզիչով չափը մտածում են, որ կուզենայի լինել գլխավոր մարզիչ, չէի մտածում, որ այսքան շուտ կարող է լինել, բայց շնորհակալ եմ նաև Փյունիկի ղեկավարությանը, որ վստահեցին եւ հիմա ես Փյունիկի գլխավոր մարզիչն եմ։ Ինչ-որ դասընթացների մարզչական մասնակցել։ Իհարկե մասնակցել եմ, դա գիտեք այնպեսի մարզիչների հետ եմ աշխատում Վարդան Մինասյանն, որ ինձ թվում է Վարդան Մինասյանից լավ դասեր ոչ մեկ չի կարող տալ Հայաստանում։ Դրա համար նաև շնորհակալություն Վարդան Մինասյանին, որ ինչ-որ չափով օգնում է եւ շատ օգնում կարելի է ասել որպես մարզիչ եւ շնորհակալ եմ նաև Վարդան Մինասյանին օգնության համար։ Պարոն Հասարակյան, իսկ կարելի է ձեզ երկու հարցեր հավաքականին հետ կապված։ Ուզում եք երեք տվեք, ինչի՞ց երկու։ Նախ բոլորովին վերջերս Եվրոյի վիճակահանությունից մոտ 2 շաբաթ առաջ UEFA կենտրոնում հրապարակեց 8 հավերժական ֆուտբոլիստների ցանկ, ովքեր ամենաշատ խաղերն են անցկացրել Եվրոյի որակավորման փուլերում եւ ուրախություն բոլորիս այդ ցանկում ռեկորդագիրը դուք եք 47 խաղ որակավորման փուլերում 92 թվականից սկսած մինչև 2012 թվականը։ Այդ բոլոր խաղերին, որոնց մասնակցել եք հավաքականի կազմում, որևէ մեկը ձեզ համար առանձնացել է որակավորման։ Չի կարող ասել, որ սենց կան մի քանի խաղեր, որոնք որ կարամ առանձնացնել, դա այն խաղերն են, որոնք որ հաղթել են, որովհետև պարտությունը երբևէ չեք ուզում հիշել շատ։ Դա առ տպավորություն է, միշտ հիշողություն է բերում։ Այն բոլոր այն խաղերը, որ հաղթել են, դրանք բոլորը ինձ համար առաջի տեղում են եւ չեմ ուզենա ինչ-որ մեկին առանձին առանձնացնել։ Ծանոթ եք արդեն թե ինչ խնդրում են հայտնվել գնահատական շանսերը։ Հնարավորությունները հավասար է, որովհետև ոչ մի խաղ չի խաղացել, ոչ մեկին չի հաղթել։ Բոլորը 50-50-ի վրա է, մնում է, որ առաջի խաղը ցած հաջող ամեն ինչ ընթանա մեր ազգային հավաքականի համար, հաղթանակով սկսենք եւ դա շատ կարեւոր է, որ առաջի խաղը հաղթանակով է սկսում, մեծ շանսեր արդեն կլինի ազգային հավաքականի համար։ Որոշակի մարդիկ ասում են, որ այնքան էլ ուժեղ հակառակորդներ չեն ընկել, ես չեմ համաձայնվի, բավական ուժեղ հակառակորդներ են ընկել, բայց ազգային մեր հավաքականը թույլ չի, շատ լավ հավաքական ունենք եւ հուսամ, որ կարողանանք պայքարել եզրափակիչ դուրս գալու համար։
Մեր ֆուտբոլը որպես վտանգավոր մրցակցություն կարող է զինացնել։ Եթե հաշվի առնենք, որ եւ Դանիային ենք խոշոր հաշվով հաղթել եւ Պորտուգալիայից միավորենք։ Հենց Դանիան երևի ամենավտանգավորը կլինի, որտեղ ինձ թվում է Դանիան կցանկանա իր ռևանշի գալ եւ անպայման շատ վտանգավոր եւ բոլորը չի ուզեն ասել ինչ-որ հավաքական կա, որ թույլ է, բոլորից է կարելի է սպասել, թե Մալտայից չենք սպասում, տեսակ թե ինչ ելավ, դա մեզ դաս պետք է լինի ու անպայման ցանկացած խաղի տրամադրվենք, դա միայն Մալտայի խաղը մեր համար չստացած, որ տղաները չեն տրամադրվել։ Այդպես սխալ պետք է չթույլ տանք, անպայման պետք է ցանկացած խաղի տրամադրված դուրս գան դաշտ։ Դուք նորից վերադառնանք այդ 47-ին, փաստորեն բավական մեծ փորձ եք որակավորմունքի խաղերում մասնակցելու մեր այս հավաքականը, որտեղ համեմատաբար երիտասարդ տղաներ, բայց ոչ պակաս փորձառու։ Նրանում ինչի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հաղթանակների հաջողության հասնելու։ Այնպեսի ֆուտբոլիստներ ունենք, թե տեխնիկապես են զարգացած, թե ֆիզիկապես, նրանց միայն մնում է լավ տրամադրվել, որը որ շատ կարևոր է։ Իսկ մնացածը շատ բարձր մակարդակի, շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունենք։ Ամեն ինչ ցանկացած եվրոպական ակումբներում կարող են խաղալ եւ առաջատար լինել։ Նրանց միայն պակասում է տրամադրվածությունը, որ անպայման պետք է ցանկացած խաղի տրամադրվել նոր դրամազաններ։ Կապ չունի դա Պորտուգալիան է, թե Գերմանիան է, թե Ալբանիան։ Եթե դու մեկ վայրկյան թերագնահատեցի հակառակորդի, անպայման կպատժես։ Քանի օրից ապրել Ռուսաստան Հայաստանի գերական հանդիպումներ քննիցից ովքեր են հրավեր ստացել արդյունավետ։ Ճիշտ ասած, ինչքան գիտեմ, դեռ հրավեր չի հրավեր չունենք, հուսանք, որ ունենք լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, որ դուք կլինեն հրավեր։ Իսկ թվում է սպասում եմ ինչ-որ առաջնությունը լինի, հա տենանով պատրաստականության համար, նոր արդեն հրավեր։ Մենք հարցում ենք, պարոն Հովսեփյան, թիմն ընդունելուց հետո խաղում թիմի տեսել եք որևէ գործում, որը թերացել է եւ փորձել եք հենց այդ ուղղությամբ աշխատել նախապատրաստական շրջանում։ Չես ուզում խոսալ այդ թեմայով, որովհետեւ ինչը որ եղել է մնացել է անցյալում, հա։ Մենք հիմա թիմի լեզվով կարելի է փորձել եմ ես ինչպես որ տեսնում եմ, ինչ որ ցանկանում եմ այդպես մազում։ Իմ ակումբը այդպեսի մտքեր փոխանցել ֆուտբոլիստներ, թե առաջում ինչ էր եղել կամ չի եղել, թե նախորդանալ համար արդեն չպատասխան։ Ուրիշ հարց ունենք, շնորհակալություն ենք հայտնում, հա։ Հաշվի առնելով առողջության նախորդ շրջանի արդյունքները, ինչեր կարծում չեմպիոնական մրցավազքին, որ մասնակցել։ Դե գլխավոր է ինձ թվում է դա բազոր արարատն է, որտեղ նավները շատ առջևում են։ Ինձ թվում է նաև Շիրակը կարող է բոլոր այն ակումբները, որը որ բավականին մոտիկ են այդ միավորներով ցանկացածներ կարան, ստե միակ ուրիշ հարց կա, ինչպես սկսեց երկրորդ շրջանը, Արարատը, եթե ված սկսի, ցանկացած ակումբ կարող է մտնել այդ պայքարի մեջ։ Եթե Արարատը հասկանալով, որ վտանգ կարող է լինի եւ լուրջ ավելի մոտիկանա, ըստ իմ ճիշտ է։